տրվի Գյումրիին, այդ կան է ճիշտ։ Ու այդպես է կլինի։ Պիտի տրվի Գյումրիին ու այդ գումարներով պիտի Գյումրիում նոր լոկացիաներ, լավ լոկացիաներ տուրիստական դրվի ու դրանով պայմանավորված տուրիզմը բերենք նորից Գյումրի։ Այն ինչ որ կորցրեցինք այս տարիների ընթացքում, շատ մեծ դժվարությամբ փորձենք հետ բերել։ Պարոն Մխիթարյան։ Մենք բոլորս խոսում ենք զբոսաշրջության մասին ու ենթակառուցվածքների զարգացման մասին։ Պարոն Մինասյան, դուք տեղյակ եք Գյումրիում հյուրանոցային քանի համար կա, հյուրատնային քանի համար կա, քնելու քանի տեղ կա, մահճակալային քանի տեղ կա, ռեստորաններում քանի նստելու տեղ կա։ Ինձ հետաքրքիր է, դուք ունեք այդ տեղեկատվությունը, տիրապետում եք այդ տեղեկատվությանը, թե չէ։ Հիմա պատասխանեմ։ Հիմա 4 րոպե ունենք քննարկման։ Զբոսաշրջային պիկի ժամանակ բոլորս տեղյակ ենք, որ ձեր նշած հյուրանոցները, հյուրատները բավարար քանակի չեն։ Դրա համար մենք ստեղծելու ենք Գյումրիում համերաշխ մթնոլորտ, ներդրումային լավ միջավայր, որովհետեւ մեր ներդրողները հստակ գիտակցեն, որ իրենց գումարները ներդնելով Գյումրիում ապահովված են լինելու բյուրոկրատական քաշքշուկներից, փայ մտնելուց, փաստաթղթային արագ մի վարյան, դուք որ խոսում եք, ես չեմ ընդդեմ, չի կարելի անընդհատ անում, որը մենք չենք ուզում կասկածենք ձեր Ես այստեղ հարցաքննության չեմ եկել, որ դու օպենբեգից մեկ փայ մտնելու դեպք ասեք։ Գնա հայտարարություն տուր կամ կպատասխանեմ քննիչների մոտ։ Հիմի ես չգիտեմ դու պրոդյուսեր ես։ Ինգեր փայ մտնելու դեպք ասամ իա։ Համայնքի ղեկավարի տեխնացու ես, գոհադան ես, փաստաբան ես, թե դատախազ։ Փայ մտնելու դեպք ասամ իա։ Գնացեք հայտարարություն տվեք, ես հայտարարությունները դուք եք անում։ Դեպքը կասեմ, հայտարարությունները դուք եք անում, բոլորը գիտեն, տեղյակ են, Էլուրի շեկյատ չգիտես փայ մտնելու մեկ դեպք ասեք։ Հերիք եք, գյումրեցիներին հետաքրքիր է ու զարգացման սեզրականը։ Գյումրեցին այսօր հույսը կապում է։ Փայ մտնել, պարոն Ղազարյան, այս ծրագրերի հետ ոչ թե ձեր անիմաստ հայտարարություն է անում։ Ձեր խոսքի հիման վրա թող հաղորդում տվեք, թող գործ հարուցեն։ Ես հնարավոր կհարցակեմ։ Մեկ հողական կերտած, մեկ գործ կուտած չեմ հասկանում։ Լսեցին։ Գոհադանեստե համայնքի ղեկավարի տեխնացու։ Պարոն Մխիթարյան, դատախազության քննիչ ես, թե ավագանու Մինասյան, ձեր հարցերը հասկացան։ Ավենի բեմ չէ։ Գնա հայտարարություն տուր, կկանչեն դու ես որքսես հացակցության Պարոն մի րոպե, հարգում ենք մնացածին։ Պարոն խնդրեմ։ Ուրեմն ես ասեմ, յուրաքանչյուր քննարկման մեջ առաջ քաշվեց, որ գումար չկա, դրսից բերենք, պարոն Գրիգորյանը ասեց, ինչի դրսից թող բյուջեն տա, վաղն էլ ասելու են բյուջեում չկա, բոլորս գալիս ենք, ընդունենք, բոլորս գալիս ենք այն եզրահանգմանը, որ Երկրի ղեկավարությունը ասում է, որ մենք լիքը գումար ունենք, տեղերն ասեք տնենք, բազմիցս հայտարարվել է, ասում ենք Գյումրիում կա տարակարիքը, բերեք։ Լավ, հիմա բոլորս գալիս ենք այն եզրահանգման, որ Գյումրիի արագ զարգացման համար մեզ պետք է Գյումրին ճանաչվի ազատ տնտեսական կոդի։ Մենք կազմակերպել ենք ստորագրահավաք, որին մնացել է 7700 քաղաքացի եւ որը ուղղված է ապագա ավականու, իմ կարծիքով այստեղ գտնվող քաղաքական թիմերի ավականիներն են վաղը չեմ մյուս օրը ներկայանալու եւ ուղղված է ստորագրահավաքը ապագա ավականու ուղերձի նախագծի տակ կոչ եմ անում բոլորս միանանք այդ ստորագրահավաքին, իմ կարծիքով ոչ մեկ այստեղ դեմ չի, որ Գյումրին դառնա ազատ տնտեսական կոդի եւ հրճակվի ազատ քաղաք։ Եվ երբ որ կարողանանք պահանջատիրոջ կարգավիճակով հանդես գանք եւ ցանկացած իշխանության ստիպենք, որ Գյումրին ճանաչվի ազատ տնտեսական կոդի, կապ չի ունենա այստեղից որևիցե մեկն է քաղաքապետը, թե ուրիշ տեղից է գալու քաղաքապետը, Գյումրին արագ տեմպերով զարգացման շատ լավ, այսպես գծերի վրա ընտրվելու։ Պարոն Մինասյան, ճիշտ ասած չէի ուզում ես հարցը տալ, բայց դուք ստիպեցիք որ տալ։ Ես իմ քարոզարշավի հենց առաջին իսկ օրվանից ասեցի, որ 18 թվականին մերժել եմ նախկիններին։ բայց դա Գյումրի
Չէ, իմ իրավունքով խոսեմ։ Չէ, մենք հիմա քննարկում ենք մերժել։ շատ լավ, ժամանակը սպառվեց։ Լավ, հարգելի մասնակիցներ, մենք յուրաքանչյուր հարցի քննարկում այնպես ենք բաշխել, որ ամեն շրջափուլում ձեզնից մեկը խոսքի իրավունքը առաջինը ունի։ Եվ այժմ ներողություն մի բան իմ ընկերները ոչ մեկ դեմ չեն լինի, որ վերջում կարողանամ մեկ հարց տալ պարոն Պարսեղյանին եւ Նատաշինքին։ հիմա հարց ուղղելու իրավունք ունեն 6-րդ, 8-րդ եւ 2-րդ համարները։ Կրկին, կես րոպե հարցի համար, 1 րոպե պատասխանի համար, կես րոպե արձագանքի համար, 1 րոպե պատասխանի համար։ Խնդրում եմ այդ ընթացքում չընդհատել իրար։ Խնդրեմ, պարոն Մխիթարյան։ Պարոն Մինասյան, կասեք 1.5 միլիարդ դրամ է տրամադրվել Շիրակացի փողոցը վերանորոգելու համար։ 2022 թվականից սկսած մի քանի անգամ նախկին իշխանությունը Գյումրի դիմել է դրա համար, գումար չի տրամադրվել, չի հատկացվել ու գումարը տրամադրվեց հենց այն ժամանակ, երբ ընտրություններ են ու դուք իրենց առաջի համարն եք։ Կասեք, ինչպես է լինում այդ հրաշքը։ 1 րոպե։ Տեսեք։ Իրավապաշտպան մի հատ, որ այդ մասով ասի, դա կոռուպցիա է, թե չէ, դա այդ ինչ էր, ինչ մեզի տադում, ընդրակաշարքի։ Թող պարոն Մինասյանը Շատ լավ, պարոն Գրիգորյան, դուք նույնպես կարող եք դիմել իրավապաշտպաններին, եթե այդտեղ դե դուք եք կոչ անում, դուք կոչ Պարոն Մինասյան, պատասխանեք պարոն Մխիթարյանի հարցին։ Ուրեմն դիմելու արդյունքին այսօր մերոնք Ուրեմն դատվելու են, թե բերտերում են, այդ էլ հարցը։ ամեն ինչ լավ է լինելու, տեսեք։ Ուրեմն այդ փողոցը կառուցելու համար Գյումրու համայնքապետարանից ծախսվել էր 15 միլիոն դրամ եւ պատվիրվել էր նախագիծ, որպեսզի այդ նախագծի գումարները չփոշիանար։ Ես դիմել եմ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը, ներկայացրել եմ այդ 15 միլիոնանոց նախագիծը եւ ասել եմ մեր Գյումրեցու բոլորիս վճարած գումարները ափսոս են, ժամկետը կլրանա, հետեւապես առ ոչինչ կլինի նախագիծը։ Խնդրում ենք, որպեսզի այդ նախագիծը կառավարության հրատապ ծրագրերով իրականանա։ Հիմա Գյումրեցու համար ինչ տարբերություն, ոնց է սարքվում իրանց փողոցները։ Գյումրեցու համար միանշանակ, պարոն Մինասյան, Գյումրեցու համար միանշանակ, ճիշտ եք ասում, ընդհանրապես դե ես գնահատում եմ սա որպես քարոզչությանը միջամտություն եւ ընտրակաշարք, բայց Գյումրեցու համար ճիշտ եք ասում, տարբերություն չկա, որովհետեւ այո, ով էլ լինի քաղաքապետ, մրցույթը արդեն հայտարարված է, այդ ճանապարհը սարքվելու է։ Ինչի հենց ընտրությունների ընթացքում դա տեղի ունեցավ, այլ ոչ թե երբ որ դուք նշանակվեցիք պաշտոնակատար։ Ինչի դա տեղի ունեցավ հենց քարոզչության ժամանակ։ Շնորհակալություն։ Պատասխանում եմ երկրորդ անգամ, քանի որ նախինում գումար է ծախսվել իմ պարոն Լևոն Բարսեղյանի մնացած գյումրեցիների կողմից վճարված հարկերից եւ տուրքերից 15 միլիոն ոչ 3 տարի առաջ չէ 1 տարի առաջ կազմվել է 15 ես քեզ չեմ ընտադում խնդրում եմ ձեզ պարոն Մինասյան ձեզ մի կընտադեք ինձ ուղուց ոչ ոք չի կարող շեղել հունից այդ գումարները գյումրեցու վճարած գումարները չփոշիանալու պատճառով ժամկետների մեջ մնալու պատճառով գրավոր դիմել եմ եւ կարծում եմ սա գյումրեցիների համար ավելի կարեւոր է որ իրենց փողոցները վերակառուցում են, թե ով է կա վերակառուցում, երբ է վերակառուցում, ինչից հետո է վերակառուցում։ Հա, դիմեք համապատասխան մարմիններին։ Իհարկե ոչ, ես որպես Գյումրու ղեկավարի պաշտոնակատար, դա իմ պարտականությունն է եղել հետևել Գյումրու բյուջեին, որպեսզի գումարները տեխնացու։ Այդ ժամանակ եմ ես դիմել։ Շատ լավ։ Երբ որ եղել եմ պաշտոնակատար, այդ ժամանակ եմ հարկի էիք հարցնում։ Պարոն Մինասյան, չէ, հենց նույն այդ փողոցների խոստումները, որ այս վերջերս որպես, չգիտեմ, տեխնացու թե պաշտոնակատար հայտարարություն տրվեց եւ իր էջով պարոն Մինասյանը շատ լավ, հայտարարությունը տարածեց, հենց նույն պարոն Մինասյանը այդ պատասխանը Պարոն Մալխասյան, խնդրեմ ձեր իրավունքն է։ Իսկ փայտ բաժանել ընդրակաշարքի թե չէ, ամառը չէ ձմեռը հա, խնդրեմ։ Պարոն Մինասյան, իմ հարցը հետևյալում է կայանում, հաշվի առնելով 2021 թվականին ընտրությունների արդյունքները եւ քաղաքացիական պայմանագրի ցեղագիրը, հարցս հետևյալն է, տեխնազուի նախորդ տեխնազուի հետ կապված, ես համոզված եմ, որ քաղաքացիական պայմանագիրը իշխանություն չի ունենալու Գյումրիում եւ հետեւաբար
դուք մնալու եք ավականու կազմում աշխատելու եք եւ Հայաստանում իշխանապահություն լինելուց հետո շարունակելու եք մնալ այդ կուսակցության շարքերում եւ իրենց գաղափարները կիսելը։ Ինչի եմ հարցնում, որովհետեւ ինքս դիմում կրե պաշտոնից ելել եմ եւ ավականու գործունեությամբ շարունակել եմ զբաղվել մտահոգ լինելով Գյումրու խնդիրներով։ Ես նույնպես դիմում կրե պաշտոնից ելել եմ, նշանակվել եմ այլ պաշտոնի, ներկապային ավականու ցուցակի գլխավորում եմ ես պատրաստակամություն եմ վերցրել այդ խիզախությունն ու համարձակությունը ունեցել եմ, որ Գյումրու խնդիրների տակից կարող եմ դուրս գալ, ես ընտրվելու եմ որպես Գյումրու համայնքի ղեկավար եւ լինելու եմ բոլոր գյումրեցիների, այո, լինելու եմ բոլոր գյումրեցիների քաղաքապետը, այդ թվում նաեւ ձեր հարգելի ընդդիմադիրներ, գյումրեցին իր որոշումը հստակ մարտի 30-ին տալու է, ես դրանում վստահություն եւ այդ համոզմունքը ձեռք եմ բերել, երբ որ անձնապես շփվել եմ մեր ընտրողների հետ։ Հիմա հարց տալու հերթը ձերն է, խնդրեմ։ Արձագանքի հնարավոր։ Արձագանք չեք արձագանք։ Չեմ արի արձագանք։ Պարոն Մինասյան, խնդրում եմ հարցից հստակ պատասխանեք։ Խոսքը ենթադրենք դուք իշխանության եք ցկտում, ձեզ համար դուք քաղաքապետ եք, բայց ենթադրենք տարբերակ, որ իշխանություն չեք, ընդդիմություն եք, այդ պարագայում մնալու եք ավականու կազմում աշխատելու եք եւ իշխանապողությունից հետո Հայաստանում մնալու եք քաղաքացիական պայմանագրի շարքերում կիսելու եք գաղափարներ, թե ոչ։ Հարցս դրան էր վերաբերում։ Տեսեք, Նաստրադամուսը չէ, իշխանապողություն, եթե դուք գիտեք երբ է լինելու, ինչպես է լինելու, ես լինելու եմ միշտ գյումրեցիների տված քվեի կրողը, ես երբեք որևիցե պատճառով Գյումրիից որևիցե տեղ հեռանալու մտադրություն չունեմ, պատրաստ եմ մինչև վերջ կրել Գյումրեցու տված վստահության քվեն այնքանով, որքանով ինձ կտրամադրի Գյումրեցին։ Շատ լավ։ Ժամանակը բայց ունեմ